Ընկերներ ողջույն, ընդհատակից զրույցները շարունակվելու են։ Այսօր առաջարկում եմ խոսենք խաղաղության պայմանագրի մասին, բայց մինչ այդ առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube ալիքին, հավանել, տարածել ընդհատակից զրույցները, ինչը շատ կարևոր է մեր նախաձեռնության համար։ Ընդհանրապես, երբ որ պետությունները, հասարակությունները մոտենում են խաղաղության, կոնֆլիկտի մեջ գտնվող հասարակությունների եւ պետությունների մասին է, այդ խաղաղությունը հասարակությունները ընդունում են ոգևորությամբ, ծափահարություններով, հրավառություններով, բայց մեր պարագայում այս ոգևորությունը, չգիտես ինչու, բացակայում է, ընդհակառակը, երբ որ գործող իշխանությունը խոսում է խաղաղության մասին, երբ որ հայտարարում են, որ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնության են եկել եւ մնացել է միայն որոշել տեղը եւ ժամկետը ստորագրման համար, ինչ-որ դառնահամ նկատվում, պատիժողություններ են ի հայտ գալիս։ Երևի հենց այդպես է պետք է լինի, եթե խոսքը փաշինյանական խաղաղության մասին է, որովհետեւ չգիտես ինչու, այսինքն գիտենք թե ինչու, փաշինյանական խաղաղությունից, փաշինյանական խաղաղության հեռանկարից մարդիկ տագնապում են, մտահոգություններ են ի հայտ գալիս եւ անմիջապես ծառանում է այն հարցադրումը, թե այս անգամ ինչ փորձանք են բերելու Հայաստանի եւ հայ ժողովրդի գլխին։ Ես դեռևս ամիսներ առաջ հայտարարել էի, որ ինձ անդադ հարցում են երբ է հեռանալու Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, անդադ այդ խոսակցությունները գնում էր, չէ, որ վարկանիշը ցածր է, ընտրությունները կպարտվեն, կարող է մինչև ընտրություններ չհասնեն, մի խոսքով անդադ այսպիսի կանխատեսումներ են շրջանառվում։ Ես Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը միշտ կապել եմ գոնե վերջին տարիներին արտաքին քաղաքական եւ տարածաշրջանային զարգացումների հետ, այո, համաձայնելով որ վարկանիշը շատ ցածր է, համաձայնելով նրա հետ, որ դժգոհություններ են կուտակվում հասարակության ներսում, բայց այնուամենայնիվ ես այն ժամանակ էլ արձանագրեցի, եթե լուրջ փոփոխություններ չլինեն, լուրջ աղետներ, պայթյուններ, վերադասավորումներ չլինեն տարածաշրջանում եւ այլ կողմերում, ապա այս իշխանությունը կարող է վերարտադրվել, հատկապես եթե Թուրքիան եւ Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանի վարչակազմին տան ինչ-որ մի carte blanche խաղաղության թուղթ բարակ եւ դա կլինի ավդեցիկ գործիք վերստին վերարտադրվելու եւ ամրապնդվելու համար եւ հիմա փաստորեն այս կանխատեսումը կյանքի կոչվեց եւ իսկապես մենք տեսնում ենք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի իշխանությանը ոնց որ թե տվեցին այդ carte blanche-ը, խաղաղություն համաձայնագրի կոչվածը կամ դրա շուրջ համաձայնության մասին հայտարարությունները եւ բնականաբար այս թուղթը գերագնահատված, չափազանցված համաշխարհային մակարդակի նշանակություն ստացած իբրև թե թուղթը բնականաբար Նիկոլ Փաշինյանի իշխանությունը օգտագործելու է ներքաղաքական հարցեր լուծելու համար, արդեն իսկ ակնհայտ է, որ ամբողջ նախընտրական կամպանիան նվիրված է լինելու այս թղթին, նրանք շրջելով գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, ներկայացնելու են այս թուղթը, որ տեսեք, թե մենք ինչ պատմական նվաճում ենք բերել ի վերջո մեր օրոք առաջին անգամ համաձայնության ենք հասել Թուրքիա եւ Ադրբեջանի հետ եւ հասարակությանը տարածաշրջանը տանում ենք խաղաղության, իսկ իշխանության բոլոր քննադատները ներկայացվելու են որպես պատերազմի քարոզիչներ, պատերազմի ջատագովներ, այսինքն ով դեմ է Նիկոլ Փաշինյանական լեզուսիլա կապն գնում հետ խաղաղության ճակերտների մեջ տեսլականին ուրեմն ինքը կողմը պատերազմին, այսինքն հասարակությանը բաժանում են նորից ստեղոց սպիտակի կամ մեր հետ եք, եթե մեր հետ եք խաղաղության խոսնակից եք, եթե քննադատում եք մեզ, քննադատում եք մեր քաղաքականությունը, Ադրբեջանի հետ հարաբերությունները,
զիջումները, բոլոր միակողմանի զիջումները, ուրեմն դուք պատերազմի հարձիկներ եք, պատերազմի կողմնակիցներ եք եւ ձեր ընտրվելու դեպքում լինելու է պատերազմ, Ալիևը հարձակվելու է։ Իսկ մյուս կողմից էլ մի ուրիշ քարոզչական հնար կա լինելու եւ կա այդտեղ նորից առաջնային պլանա մողվելու այդ ուռճացված միջանցք ճանապարհի հարցը։ Ես դեռևս տարիներ առաջ եմ ասել, երբ որ Արցախը հայաթափված չէր, մարդիկ այնտեղ ապրում էին, դեռևս ուժի մեջ էին նոյեմբերի 9-ի ոգին եւ տրամաբանությունը այն ժամանակ էր ասում, որ միջանցք ճանապարհի հարցը իշխանությունների միտումնավոր չափազանցում, ուռճացնում են, որպեսզի դա ներկայացնեն որպես հանուն ինքնիշխանության պայքար, այդ ճանապարհի չտալը նոյեմբերի 9-ի Նյու-Յորք կետը չաները ներկայացնեն որպես անկախության պայքար, կայսրությունների դեմ պայքար, կոնկրետ կայսրության դեմ պայքար, ինքնիշխանության համար պայքար, եւ հիմա երբ որ քննադատները ասում են դուք միակողմանի կերպով կյանքի եք կոչել Ադրբեջանի բոլոր պահանջները, իրանք ինչ են ասում են, բայց չեք ասում բոլոր, չէ՞ որ կա մի կետ, որ մենք չենք արել, եւ դա միջանցքն է, միջանցք ճանապարհն է, մենք կյանքի չենք կոչել կայսրության պահանջը եւ չենք տվել միջանցքը, նշանակում է, որ ինչ որ եղել է այն բոլոր զիջումները, դրանք նշանակություն չունեն։ Հա, ոչինչ որ Արցախը հայաթափվել է, ոչինչ որ Արցախը գոյություն չունի, ոչինչ որ հայոցների տարածքները օկուպացված են, ոչինչ որ Ադրբեջանի պահանջով սահմանադրությունն է փոխվելու, ոչինչ որ միջազգային այցանես հայցերը ետ ենք վերցնելու, ոչինչ որ անկապ աննպատակ Շամշադինում ինչ որ տարածքներ զիջեցինք, բայց կարևորը միջանցքը չենք տվել, Ռուսաստանի պորտը տեղ են դրել, ռուսներին հանրարад են կարել, կայսրությանը վճռական ոչ ենք ասել եւ նշանակում է, որ ամեն ինչ շատ լավ է, ունենք ինքնիշխանության հաղթանակ, ունենք պատմական արձանագրում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ կնքում ենք խաղաղության համաձայնագիր, այս մոտավորապես հենց բանը քարոզչական ծիրում են մեծ պահում ու անդադ քննադատներին նորից կրկնեմ, ով քննադատում է ասում են դուք պատերազմի կողմնակից եք, ով քննադատում է ասում է դուք ներդրված եք այլ երկրների կողմից 5-րդ շարաշրջանը կյանքի է կոչվում Ռուսաստանի կամքը, որպեսզի Հայաստանը տա միջանցք եւ վերջնականապես հապատակվի ռուսական կայսրությանը եւ դառնա միութենական պետության անդամ։ Այսինքն անհեթեթ հիմար բաներ են առաջնային պլանում, մեր համար, իմ համար հսա անհեթեթ եւ հիմարություն, բայց իրականում այս քարոզությունը շատ լավ աշխատում է, այսինքն անում են 10 զիջում եւ հիմա այս 10 զիջման վերաբերյալ շղար փռելու համար վերում են այդ միջանցքի թեման, ասում են այ տեսեք միջանցքը չենք տվել, ուրեմն ինքնիշխան ենք, ուրեմն անկախ ենք, բայց այլ հարց առաջանում, թե միջանց ճանապարհ ընդհանրապես այդ հիմնախնդիրը ինչ լուծում պետք է ունենա, սրա վերաբերյալ ինչ դիրքորոշում ունեն Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Թուրքիան եւ Ադրբեջանը, բայց հարցը մնում է հարց, որ այդ կոմունիկացիաների հարցը չի լուծվել եւ դա պատերազմի լուրջ սպառնալիք է, այսինքն նորից հասարակությանը terrori են ենթարկում եւ ենթարկելու են ամբողջ նախընտրական կամպանիան դրան է նվիրված ասում են մեծ քվեարկել թե չկրնի պատերազմ, այսինքն հայ ժողովրդին սարքում են վախկոտ, անսկզբունք, ինֆորմատ անդեմ հավաքականություն, որ ապրում է պատերազմական տերորով, որ ուզում է լավ ապրի, որ ուզում է կյանքը վայելի եւ ստիպված է հրաժարվել բոլոր արժեքներից, բոլոր սկզբունքներից, ինչա թե չլինի պատերազմ։ Այսինքն մարդկանց վախկոտների կույտ են էլի ստեղծում, պատերազմից պետք է վախենալ, ո՞ից եմ ասում, պատերազմից պետք է զգուշանալ, պատերազմը լավ բան չի, սա մենք միշտ ենք ասել, ես իմ բոլոր գործընկերները միշտ դրա մասին ենք խոսել, բայց մոռանում են, հա, այս ասողները, կամ այս մտքին հավատացողները, որ տարածաշրջանում պատերազմի ամենամեծ հրձիգը, հրահրիչը եւ սադրիչը Նիկոլ Փաշինյանն է, ինքն է հրահրողներից մեկը 2020 թվականի 44-օրյա պատերազմի։ Ու հիմա ես իշխանությունը շատ այլ հիշեցնում 1920 թվականի դաշնակցական իշխանությանը,
Սիմոն Վրացյանին, Ալեքսանդր Խատիսյանին, իրանք էլ էին ի սկզբանե, երբ որ դիրքերը ամուր էր, երբ որ ունեին ինչ-որ դաշնակիցներ, անտանտի դաշնակիցներն էին, չէ, երբ հրաժարվում էին երկխոսել Թուրքիայի հետ, հրաժարվում էին երկխոսել Քեմալ Աթաթուրքի հետ, այն ժամանակ Աթաթուրք չէր, Մուստաֆա Քեմալ էր, բայց հենց գործերները վատացավ, իրանց իշխանությունը պահելու համար ստիպված էին ստորագրել Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը եւ օգնություն աղերսել այդ նույն Քեմալից, որպեսզի Քեմալը գա իրանց փրկի բոլշևիկներից։ Հիմա շատ է հիշեցնում այս ամեն ինչը այսօրվա իշխանությունը։ Իրանք էլ սկզբանե, երբ որ դիրքերը ամուր էին, երբ որ մեր զորքերը կանգնած էին Արաքսկետից մինչև Օմար, հրաժարվում էին բանակցել, հրաժարվում էին երկխոսել, տապալում էին բանակցությունները, բայց հենց գործերները վատացավ, հիմա նորից ուզում են ինչ-որ ստորացուցիչ պայմանագիր ստորագրել եւ ընդդեմ Ռուսաստանի օգնություն աղերսել, իհարկե դրա մասին բացահայտ չեն խոսում, բայց այդ տպավորությունը մենք ամենայն դեպս ստանում ենք, որ իրանք ուզում են օգտագործել թուրքական գործոնը տարածաշրջանում ինչ-որ խաղաղության հասնելու համար եւ Ռուսաստանի դիրքերը սահմանափակելու եւ նրա ազդեցությունը զսպելու համար մենք դա հստակ տեսնում ենք։ Իդեպ այն կետերից մեկը, որը լինելու է խաղաղության պայմանագրում, ինչի շուրջ Հայաստանը տվել է արդեն իր համաձայնությունը երրորդ երկրի ուժերի չտեղակայման մասին, մեծ հաշվով ուղղված է Ռուսաստանի դեմ։ Եթե հիշենք հայ-թուրքական հարաբերությունների պատմությունը, երրորդ երկրի պահը հայ-թուրքական հարաբերություններում եւ ստորագրված փաստաթղթերում միշտ եղել է, որովհետեւ ընդհանրապես Հայաստանի առաջին հանրապետությունը ոնց է ստեղծվել, թուրքերը շատ շահագրգռված էին, որ առաջին հանրապետությունը ստեղծվի, իրանք հստակ նպատակ էին դրել, որ Անդրկովկասի 3 հանրապետությունները, որոնք այն ժամանակ Սեյմի կազմում էին, որ փոխվեն Ռուսաստանից, արդեն սովետական Ռուսաստանից անկախանան, հետո նաև երբ որ Սեյմը փլուզվեց, առանձին հռչակեն իրենց անկախությունը, Թուրքիան շատ շահագրգռված էր այս հարցում, նպատակ էր դրել, որ այս երկրները առանձին անկախանան, բուֆեր դառնան Թուրքիայի եւ Ռուսաստանի միջև եւ հետագայում նաեւ գործիք դառնան ընդդեմ Ռուսաստանի եւ այն ժամանակ էլ երրորդ երկրի պահը կար դեռևս Բաթումի, դրանից առաջ նաեւ Տրապիզոնի բանակցություններում այդ երրորդ երկրի պահը կար նաեւ արդեն Ալեքսանդրապոլում, հետո նաեւ Կարսի եւ Մոսկվայի բանակցություններում այդ ժամանակ էլ այդ երրորդ երկրի պահն էլ արդեն մտցվեց Նախիջևանի վերաբերյալ, այսինքն Նախիջևանը միացվում էր խորհրդային Ադրբեջանին առանց երրորդ երկրին զիջելու իրավունքի, այսինքն երրորդ երկրի պահը միշտ եղել է հայ-թուրքական հարաբերություններում եւ հիմա էլ կա եւ այդ երրորդ երկիրը վստահաբար առաջին հերթին Ռուսաստանն է, բայց պետք չի մենակ Ռուսաստանով դիտարկել, դա կա նաեւ, չգիտեմ, օրինակ Աստորեն ԵՄ դիտորդները պետք է դուրս անվեն սահմաններից, հետագայում եթե Հայաստանը սերտ հարաբերություններ հաստատի, օրինակ պատկերացնենք մի հատ իրավիճակ, երևակայական իրավիճակ, որ օրինակ Ռուսաստանը դուրս է գալի տարածաշրջանից եւ դա կարա լինի, իսկ Հայաստանին անպայման վստահաբար անհրաժեշտ է դաշնակից, երրորդ երկիր, որովհետեւ Հայաստանը լինելով թույլ ինքնաբավությամբ, թույլ ինքնիշխանությամբ, սակավ ռեսուրսներով պետություն անդադ կարիք է զգում զորեղ դաշնակցի ընդդեմ իր տարածաշրջանային հակառակորդների Թուրքիայի եւ Ադրբեջանի, այսինքն հիմա ինչ-որ մի օր պարզ է դառնում, որ Ռուսաստանը դուրս է գալի այս տարածաշրջանից եւ մենք կարիք ենք զգում այլ դաշնակցի, օրինակ Ֆրանսիայի կամ Միացյալ Նահանգների, հիմա ոնց է լինելու այս ամեն ինչը, այսինքն մեր դաշնակիցները, հնարավոր ապագայում դաշնակիցները չեն կարողանալու մեզ օգնություն ցույց տալ, տեղակայվել սահմանների երկայնքով, եթե իհարկե դրա անհրաժեշտությունը լինի, իսկ կանխատեսումները ցույց են տալիս, որ այդ անհրաժեշտությունը վստահաբար լինելու է,
Այսինքն այս երրորդ երկրի պահը ամենավիճելի կետն է, թուրքերի սիրելի կետն է, որ իրենք 100 տարի անընդհատ այս կետը փորձում են մտցնել։ Լինի դա Ռուսաստանը, առաջին հերթին Ռուսաստանը կամ չգիտեմ, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, այսինքն ըստ անհրաժեշտության եւս որևէ կոնկրետ գերտերության ներկայացվածության։ Հիմա բայց միևնույն է, հիմա իրանք էլի այդ քարոզչական տերորն են իրականացնում, առաջնային պլանն են բերում բանը ուշադրված միջանցքի թեման, ով ապեց ասել, որ Ռուսաստանի համար պրինցիպալ է այս հարցը։ Այս միջանցքի կամ այդ ճանապարհի հարցը նոյեմբերի 9-րդ կետի պետք է FSB-ի վերահսկողությամբ ճանապարհ չէ տրվել, բայց հիմա լուրջ կասկածներ կան, հիմնային կասկածներ կան, որ այնուամենայնիվ այդ ճանապարհը տրվելու է, ով է վերահսկելու այդ ճանապարհը։ Այնուամենայնիվ կարծում եմ, որ Թուրքիան է վերահսկելու, ինչը կարող խնդիր ստեղծի ապագայում։ Այսինքն կարող են Թուրքիան եւ Ադրբեջանը չպատերազմեն Հայաստանի դեմ։ Այդ խաղաղության համաձայնագիրը գործի դրվի, բայց այնուամենայնիվ նրանք իրենց լծակները, ռեսուրսները մարդկային եւ նյութական օգտագործելով ծառայեցին նրան, որ Հայաստանը ներսից, Հայաստանի տարածքային ամբողջականությունը փլուզվի, որովհետեւ այդ հարցերը կան։ Ադրբեջանցիների վերադարձի, այս միջանցք ճանապարհի, այս հարցերը չգիտեմ ոնց են լուծելու։ Թղթի վրա ինֆորմատ բարած ստորագրելու են եւ դա ծախելու են Հայաստանի ժողովրդի վրա, բայց արդյոք այդ բարաթը փոխակերպվելու է երաշխավորված, կայուն, երկարաժամկետ խաղաղության։ Ադրբեջանի հռետորաբանությունից առնվազն տեսնում ենք, որ ինքը այդպիսի ծրագրեր չի պլանավորում, այդպիսի ծրագրեր չունի, այդպիսի քաղաքականություն չի իրականացնում, իր հասարակությանը չի պատրաստում խաղաղության, ընդհակառակը ադրբեջանական հասարակության մեջ տիրապետող են հայերի նկատմամբ ատելության խոսքը, քարոզչությունը, ֆաշիստական խտրական ձևակերպումները, բայց այնուամենայնիվ Հայաստանի ներսում կա այդ ռոպագանդան, որ Ադրբեջանի ճիշտ պետությունը իրացիոնալ չի համաձայնում ոչ մի բանի։ Այս նույն մոտեցումը կար նաև այն ժամանակ, մինչև պատերազմը, երբ որ խոսում ենք Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի մասին, ասում են Ադրբեջանը չի համաձայնում, հայացած ճիշտ պետությունը չի համաձայնվում, չի համաձայնվելու։ Եվ հիմա ինչ ասում ենք, որ օրինակ այս ինչ միակողմանից իջում արեցիք, բա ինչ անենք, Ադրբեջանը չի համաձայնում, ինչ անենք, դիպած մենք պետք է համաձայնենք։ Բայց ախր այդպես չի, չէ, քաղաքականությունը այդպես չի արվում, ընդհանրապես գործը այդպես չի արվում։ Եվ հիմա այս թուղթը, որ ծախելու են հայ ժողովրդի վրա, դա խաղաղություն չի, դա խաղաղության մասին չի, ու ճակատագրի հեգնանքով հիմա Նիկոլ Փաշինյանին այս համաձայնագիր կամ այս խաղաղություն կոչվածի համար քննադատում են այն ուժերը, որոնք ժառանգորդն են 1920 թվականի Հայաստանը կապիտուլյացիան ստորագրողների, այսինքն դաշնակցական կառավարության, բայց ման Նիկոլ Փաշինյանը նույն բանն անում, ինչ որ ժամանակին արել են դեր Սիմոն Վրացյանը, Ալեքսանդր Խատիսյանը, Համո Օհանջանյանը դրով։ Այսինքն նույն բան, լավ դրույն էլ մի պահ անենք, Սիմոն Վրացյանը եւ Ալեքսանդր Խատիսյանը։ Իրանց իշխանությունը ինչի համար իրանք ստորագրեցին Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որ նորից պահեն իրենց իշխանությունը, որ պահեն իրենց իշխանությունը, ոչինչ որ այդ իշխանությունը կտարածվի 11000 քառակուսի կիլոմետրի վրա, ոչինչ թող լինի Քեմալը կողքներ, ռուսներին դուրս կշպրտեն, իրանք այդ 11000 քառակուսի կիլոմետրի վրա իրենց իշխանությունը կպահեն, կվերարտադրվեն եւ ինչ կուզեին կանեն։ Հիմա նման այս մարտիկ, այս մոտեցման ժառանգները Սիմոն Վրացյանի եւ Ալեքսանդր Խատիսյանի Նիկոլ Փաշինյանին քննադատում են նրա մեջ, ինչ որ իրենց պապերն են ժամանակին արել, լավ մեր պապերն են արել։ Բայց ախր պետք է հստակ հասկանալ, որ սա խաղաղության մասին չի։ Նիկոլ Փաշինյանը ընդամենը ուզում է վերարտադրել իր իշխանությունը, քարտ բլանշ ստացել Թուրքիայից եւ Ադրբեջանից, առաջին հերթին Թուրքիայից, եւ այդ թուղթը ծախելու է ձեր վրա, եւ խաղաղություն չի լինելու։ Կարող է լայնամասշտաբ պատերազմը չլինի, լայնամասշտաբ պատերազմը արդեն եղել է ու բանը բանից անցել է, դա 44 օրը պատերազմ Ադրբեջանն էլ կարիք չունի
լայնամասշտաբ պատերազմի միգուցե դա հստակ չեն կարող ասել, միգուցե իրադարձությունների զարգացումը օրինակ Սյունիքի վերաբերյալ հանգեցնի լայնամասշտաբ պատերազմի, բայց այս պայթրությամբ հլոր լայնամասշտաբ պատերազմի վտանգ չկա, բայց այնուամենայնիվ նրանք իրենց այդ գործիքակազմը կիրառելով Հայաստանի զիջումները, Հայաստանի կառավարության անդեմ ու անատամ կեցվածք օգտագործելով փորձում են Հայաստանը պայթեցնել ներսից, տրաքացնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ու այս իրավիճակում Հայաստանը չի ունենալու երրորդ երկրից օգնություն ստանալու իրավունք, ոչ Ռուսաստանից, ոչ Ֆրանսիայից, ոչ Միացյալ Նահանգներից։ Լավ, Էդմոն Մարուկյանը այս հարցը շատ լավ էր էլի բարձրացրել։ Լավ, Ռուսաստանին ատում եք արմիցիան պրոպագանդիստներ։ Եվ ուզում եք Հայաստանը տանեք արևմուտք, միացնեք Եվրոատլանտյան դաշինքին, ռազմաքաղաքական հարաբերությունները սերտացնեք Ֆրանսիայի հետ։ Հիմա Ռուսաստանին լավ ատում եք, չեք ուզում Ռուսաստանը լինի, Ռուսաստանը չկա, Հայաստանը ուզում է օգնություն ստանալ Ֆրանսիայից, ուզում է ֆրանսիական զորքեր տեղակայի իր սահմաններում, ո՞նց անելու, եթե այս համաձայնագրի տեքստում բացառվում է երրորդ երկրի ուժերի ներկայությունը սահմանների երկայնքով։ Եվ ես վստահ եմ, այնուամենայնիվ մենք գալու ենք նա, որ Հայաստանի տարածքից դուրս գա ռուսական ռազմաբազան, ռուսները դուրս գան նաև հայ-թուրքական սահմանից, եւ այս սցենարը չի բացառել, եւ թող որևէ մեկը չմտածի, որ Ռուսաստանի համար այս հարցերը պրինցիպալ են։ Նկարի նրան ասեն, Պուտինին ասեն, ներկայացնեն այս իրավիճակը, նա ասեն հարց չկա, մենք դուրս կգանք, հարց չկա, մեզ պետք չի։ Տեսնում եք նույն մոտեցմամբ նաև Սիրիայից են դուրս գալիս, հարց չկա, դուրս կգանք, Սիրիայից դուրս կգանք, կգնանք Լիբիա, Հայաստանից դուրս կգանք, չգիտեմ, կգնանք ուրիշտեղ կնստենք։ Իրանք մտածելու բան չունեն, մենք տեսնում ենք, որ այդ երկիրը մտածելու բան չունի, ինքն իր հարցերը ըստ անհրաժեշտության լուծում է, մենք ունենք մտածելու բան, մենք ունենք կորցնելու բան, ու այդ կորցնելու բանը շատ է։ Չգիտեմ, ընդհանուր առմամբ սա է ուզում ասել, այս խաղաղության պայմանագիրը կամ համաձայնագիրը խապկանքը եւ լուրջ հարվածը հասնելու Հայաստանի Հանրապետությունը նախ այս իշխանությունը վերարտադրվելու, որովհետեւ կերպ չի սպասարկում Հայաստանի շահերն ու հետաքրքրությունները, ոչ դրա ուժը ունի, ոչ դրա լեգիտիմությունը, դա պարտված, ժառանգված իշխանություն է, որը համաձայնվելու է ամեն ինչի միայն թե վերարտադրի իր իշխանությունը եւ ել ավելի են մեծանալու Թուրքիայից եւ Ադրբեջանից եկող սպառնալիքները եւ մենք այդ սպառնալիքների նկատմամբ չենք ունենալու դիմադրելու ռեսուրս, ոչ կամք ենք ունենալու, ոչ ռեսուրս եւ ոչ էլ հնարավորությունից եւ մարտարավեր կոչվածը միայն պատերազմի տեսքով չի, պատերազմը դրա ամենասուր դրսևորումն է, բայց մինչև պատերազմը կան տասնյակ քայլեր եւ ժամանակակից աշխարհում եւ ոչ միայն ժամանակակից աշխարհում միշտ են եղել գործիքներ, որոնք ել ավելի արդյունավետ ազդեցություն են ունենում այս կամ այն համակարգը պայթեցնելու համար, քան պատերազմը, այսինքն միայն պատերազմով չի, որ կարող են Հայաստանը ջնջխել, ավիրել, կործանել, կան նաեւ այլ գործիքներ եւ այդ ամենաազդեցիկ գործիքներից մեկն է Հայաստանի Հանրությանը դարձնել անդեմ ինչ-որ սկզբունքներից եւ արժեքներից զուրկ, ինչ-որ մի հատ զանգվածի, որը ընդհանրապես զուրկ է դիմադրելու հնարավորությունից, որը չունի իմունիտետ եւ պատրաստ է համակերպել ցանկացած փոփոխության, որը պատրաստ է ընդունել ցանկացած փոփոխություն։ Սա շատ կարևոր է, երբ որ հասարակությունը ընդունակ չէ դիմադրության, ուրեմն այդ պետությունը դատապարտված է։ Դու կարաս ունենաս առաջնակարգ բանակ, դու կարաս ունենաս առաջնակարգ ինտելեկտուալներ, բայց եթե քո հասարակությունը անդեմ է, ինչ-որ դիմադրությունից զուրկ անսկզբունք, անպրինցիպ զանգված է, դու դատապարտված ես, դու ոչինչ չես կարող անել, որովհետև մեծ հաշվով պետությունը պահելու, պետության գոյությունը երաշխավորելու գրավականը հենց հասարակությունն է, կենսունակ հասարակությունն է,
ամեն ինչի հիմքում հասարակությունն է եւ բացառական հանրային ռեսուրսն է։ Մնացածը երկրորդական է։ Հիմա Նիկոլ Փաշինյանը այս հասարակությունը ոչնչացնում է, հանրային կառույցը կազմակերպում է, եւ հիմա մենք անսճանաբար ունենում ենք այնպիսի մի բնակչություն, որը պատրաստ է ամեն ինչի, միայն թե չլինի պատրաստ, միայն թե լինի կոմֆորտ, ինտելեկտուալները այդ կոնֆորմիզմի մեջ պարփակված նստեն, իրենց կողքին խմեն, գինին խմեն, կրուասանը ուտեն, ու դատողություններ անեն, փիլիսոփական դատողություններ անեն աշխարհի մասին, չգիտեմ, Մակրոնի մասին, Իլոն Մասկի մասին, վեհ դատողություններ անեն Ուկրաինայի մասին։ Այս թուղթը ամեն ինչի մասին է բացի խաղաղության։ Եվ փաստորեն մենք ապագայում ունենալու ենք կամ փորձելու ենք մեզ հրամցնել մի սահմանադրություն, որը ադրբեջանական պարտադրանքով ի հայտ եկած սահմանադրություն է, եւ հիմա հասարակության անդադ ուղեղների մեջ, այդ ինֆորմացիան փորձում են տեղադրել, որ դուք երբեք չեք ունեցել սահմանադրություն, որովհետեւ այդ բոլոր սահմանադրությունները կեղծված են, հիմա ունենալու եք սահմանադրություն, որին քվեարկելու եք, բայց հիմա այս ժողովուրդը ոնց է ապրելու է ավելի վատ ինֆորմացիա հետ, որը կեղծված սահմանադրության փոխարեն հիմա իրանք ունենալու են ադրբեջանական պարտադրանքով ի հայտ եկած սահմանադրություններ, չգիտեմ, օրինակ հասարակությունը արդյոք կարող է ապագա ունենալ այս ինֆորմացիան ունենալով, որ իր սահմանադրությունը դա ադրբեջանական պարտադրանք է եւ ադրբեջանական նախապայման է եւ գրված է հատուկ նրա համար, որ Ադրբեջանը չհարձակվի Հայաստանի վրա։ Ադրբեջանն է ստիպել, որ այս սահմանադրությունը ընդունենք։ Ես չգիտեմ, օրինակ, այս ստորակար վիճակով այս հասարակությունը կարողանա այլևս ինչ-որ ինտելեկտուալ տեղաշարժերի, ինչ-որ մտածողության տեսանկյունից տեղաշարժերի, ես չեմ կարծում։ Ընդհանուր առմամբ սա է, սրա մասին եմ ուզում խոսել, որ այն ինչ որ կա, խաղաղություն չի, խաղաղության մասին չի, որքան էլ որ Արայիկ Հարությունյանները կամ Արսուն Հովհաննիսյանները հայտարարեն, որ մենք դիմադրում ենք կայսրություններին եւ որևէ մեկը մեզնից առաջ այսքան մոտ չի եղել խաղաղությանը կամ Արայիկ Հարությունյանը ոնց է չգրել, որ որևէ իշխանություն մեզնից առաջ խիզախություն չէր ունեցել այսքան մոտենալ խաղաղությանը, մենք ենք առաջին անգամ բլա այդ հայտնի կենացը չէ, աննախադեպների իշխանությունն է, իրանք են մոլորակի վրա առաջինը, ուրիշ չի եղել։ Եվ որքան էլ այս բաներով թունավորեն մարդկանց, խաբեն մարդկանց, մոլորեցնեն մարդկանց, այնուամենայնիվ մենք ամեն օր, ամեն քայլով հեռանում ենք քաղաքականությունից, հեռանում ենք խաղաղությունից, մեր ոտքի տակ տեղադրում ենք ականներ եւ այդ ականները որքան էլ որ զարդարված լինեն առաջադիմական, եվրոպական, պացիֆիստական ձևակերպումներով, զարդարանքներով, միևնույն է դրանք պայթելու են մեր ոտերի տակ ու մեզ հաշմանդամ են դարձնելու։ Եվ սրա մասին ուզում եմ որ մարդիկ մտածեն եւ հենց այս էպիզոդն էլ սրա մասին էր։ Լավ եղեք, խաղաղություն եւ տրամաբանություն մեր երկրին եւ թող տպավորություն չստեղծվի, որ մենք քարոզում ենք կամ ես քարոզում եմ պատրաստ։ Ես խաղաղության մասին խոսել եմ դեռևս Նիկոլ Փաշինյանից առաջ, դեռևս 2010 թվականին, երբ որ բոլորը ապրում էին ռազմահայրենասիրական շիզոֆրենիայի բաքուն գրավելու հեքիաթների տիրապետության ներքո էին ապրում Բաքվում չայ խմելու, մենք խոսում ենք խաղաղության մասին եւ հիմա էլ ենք խոսում խաղաղության մասին, բայց այն ինչ որ կա դա խաղաղություն չի։ Լավ եղեք, կհանդիպենք եւ չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-ան ալիքին։